Երկնքում արևը ժպտում էր, թռչունները պարում էին, իսկ գարնան առաջին ծաղիկները բացվում էին հենց այդ օրը, երբ Նանեն դառնում էր 4 տարեկան։ Բայց սա սովորական ծննդյան օր չէր, այս օրը կախարդական էր։ Առավոտյան Նանեն արթնացավ և նկատեց, որ իր մահճակալի շուրջը փայլում էին փոքրիկ փետուրներ, իսկ սենյակի պատին ոսկե տառերով գրված էր. «Այսօր դու կլինես մեր երկրի խորհրդավոր պարուհին»։ Վիգեն, արթնացիր, բացականչեց Նանեն, փախչելով սենյակից, և եղբայրը Վիգենը, ով արդեն 6 տարեկան էր ու ամեն ինչում Նանեի պաշտպանն ու ընկերն էր, ասաց. «Քույրիկ ջան, եթե կախարդանք կա, ուրեմն մենք պիտի գնանք ու բացահայտենք այն»։ Երեքով քայլեցին տան բակից դուրս, որտեղ իրենց սպասում էին իրենց քույր եղբայրները։ Խաչը, խելացի, լուրջ, բայց հոգատար եղբայրական դեմքով, ձեռքին ծաղիկների մի փունջ։ Դանին ֆուտբոլի գնդակը ձեռքին շրջում էր եղբոր շուրջը։ Բոլորից փոքրիկը Նարեն, ով քնքուշ աչքերով ժպտում էր և Նանեի կողքին արդեն վազվզում էր Կոկորիկը, նրա չարաճճի ու սրտին ամենամոտ ընկերը։ Նրանք միասին հասան մինչև ծիածանի ծառը, որի ճյուղերից կախված էին քաղցրակեր բալեր և պարող թիթեռներ։ Ծառը խոսեց. «Նանե, այսօր դու կարող ես բացել գաղտնիքի դուռը, բայց միայն եթե բոլորդ միասին, սիրով պատրաստեք մի պար, որն աշխարհում երբեք չեն տեսել»։ Խաչը գծեց պարային շրջան, Դանին սկսեց ցատկել գնդակով, Էլինան ծափ տվեց, իսկ Վիգենը ձեռքը պարզեց Նանեին. «Դու առաջնորդիր մեզ»։ Նանեն փակեց աչքերը, զգաց եղբայրների ու քույրերի սերը և սկսեց պարել։ Ոչ ոք երբևէ չէր տեսել նման պար, լի ջերմությամբ, ժպիտներով, միասնությամբ։ Նրա գանգուր մազերն արևի շողերի հետ խաղալով պտտվում էին վարդագույն զգեստի շուրջը, քանի որ Նանեն պարում էր։ Ծառը բացվեց ու նրանց ներս տարավ դեպի կախարդական աշխարհ։ Նրանք մտան ծառի սրտի միջով մի փափուկ լույսով ողողված ճանապարհով։ Բոլոր կողմերից թափվում էին վարդագույն և շաքարավուն փաթիլներ։ Գետինը փափուկ էր, ինչպես Էլինայի հեքիաթային խատուտիկ մազերը։ Գոքորիկը բռնեց Նանեի ձեռքը։ «Էս ուր ենք գնում, երազ է»։ «Հա, բայց ամենից գեղեցիկն այն է», պատասխանեց Նանեն։ Նրանց դիմավորեց մի թավ ձայն. «Ողջույն սրտիկներ, ես միստր Փայլիկն եմ»։ Դեմքով փափուկ արջուկի նման մի արարած սահեց նրանց մոտ։ Նա ծննդյան հեքիաթների պահապանն էր։ «Այսօր ձեր միջից մեկը պետք է դառնա մեր աշխարհի թագուհին, մեկ օրով, բայց միայն այն դեպքում, եթե դուք միասին անցնեք 3 կախարդական փորձություն»։ Վիգենը սեղմեց բռունցքը։ «Մենք պատրաստ ենք»։ «Միշտ միասին», ձեռքը եղբոր ուսին գցելով ավելացրեց Դանին։ «Ինչ է պետք անել», հարցրեց Խաչը։ «Նախ փուչիկների փորձությունը։ Դուք պետք է բռնեք օդ բարձրացող կախարդական փուչիկներն ու դրանց մեջ թաքնված բառերը կազմեք»։ Փուչիկները թռան վերև։ Դանին ու Վիգենը վազեցին բռնելով փուչիկները։ Գոքորիկը ցատկեց ու բռնեց մի մեծ կապույտ փուչիկ։ Նարեն ծափ տվեց ոգևորությամբ։ Փուչիկների բառերը հավաքելով ստացան մի նախադասություն. «Սերը ուժ է, երբ միասին ենք»։ «Գերազանց», ասաց Փայլիկը, «հաջորդը պարային սրտի փորձությունն է»։ Խաչը երգ սկսեց փափախող սրտի ձայնով, Էլինան սկսեց պտտվել ուրախությամբ, իսկ Նանեն գրկելով Նարեին դանդաղ, զգայուն շարժումներով պարեց բոլորի մեջտեղում։ Բոլոր բալիկները կազմեցին սիրտ, Նանեն նրա կենտրոնում էր։ Երբ ավարտեցին, գետինը սկսեց փայլել։ Ծառերը ծափահարում էին, իսկ երկինքը բացեց իր ոսկեգույն վարագույրները։ Փայլիկը խոնարհվեց. «Հրաշալի է, դուք պատրաստ եք վերջին փորձությանը»։ Նանեն շշնջաց. «Ինչ է վերջինը»։ «Մի ցանկություն պահել մաքուր սրտով»։ Բոլորը լռեցին։ Նանեն փակեց աչքերը ու շշուկով ասաց. «Թող իմ ընտանիքը միշտ միասին, առողջ ու սիրով ապրի, ու թող աշխարհում բոլոր երեխաները երջանիկ լինեն»։ Բոլոր կողմերից փայլեց ծիածան։ Գույնզգույն թիթեռներ պարեցին օդում ու Նանեն հայտնվեց մի կախարդական բեմի վրա։ Գլխին փայլում էր ոսկե թագը, իսկ շուրջը իր բոլոր եղբայրներն ու քույրերն էին։ Միստր Փայլիկը բարձրաձայն հայտարարեց. «Այսօր Նանեն մեր աշխարհի թագուհին է»։ Նա սիրով, միասնությամբ ու պարով բերեց բարիք բոլորին։ Եվ այդ պահին իրական աշխարհում Նանեն աչքերը բացեց իր անկողնում։ Սենյակում կար մանուշակագույն փուչիկ ու ձեռագիր գրություն. «Երազներդ իրականություն են, երբ դու հավատում ես քեզ»։ Վիգենը վազեց ներս։ «Հեյ, Նանե, ծնունդդ է»։ Էլինան ծափ տվեց։
Նանեն ժպտաց, հետո նայեց Հայլուն ու նկատեց սեղանին դրված փայլող մի փոքրիկ ոսկե թագ։ Ներս մտան մայրիկն ու հայրիկը, համբուրեցին Նանեին ու ուղեկցեցին հյուրասենյակ, որտեղ նրան սպասում էին տատիկներն ու պապիկները, հորաքույրները, հորեղբայրն ու քեռին, իր սիրելի քույր եղբայրները, հարազատ բարեկամները։ Նանեն մոտեցավ տորթին, փակեց աչքերը, մտքում պահեց նվիրական երազանքը և փչեց տորթի մոմերը։